Մեր կանայք նկից զենք չի, երբ որ մարդը կաղապարապես դառնում է հասուն, ավելի մեծ զենք է, քան ադրջանակը կամ ավտոմատը, որ եթե կինը կարողանում է տղամարդու թիգունքը ապահովել, ուրեմն տղամարդու աչքերի կայծից եւ հպարտ քայլվածքից ամեն ինչ։ Մեր ավագ սերունդը իսկապես շատ բան է արել մեր երկրի համար, հաղթանակ ա տվել մեզ, ու ինչքան մեծ բեռ ա դրված հիմա մեզ վրա, որ այսքան կորստից հետո նորից ոտքի կանգնենք ու մեր արժանապատվությունը վերականգնենք, մեջքներս ձգենք։ Հիմա Մակրոնի մյուսների գալով ասում են, տեսեք, մենք ինչ հզոր երկիր ենք, ամբողջ աշխարհը եկել է մեր դուռը։ Չեն ասում են, որ մի ամբողջ հայրենիք ենք հանձնել, ամբողջ հայրենիք ենք կործանել, եռաբլուր են եռապատկել։ Այն մենք հզոր ու հպարտ ենք, երբ որ Արցախ կարողանում ենք գնալ։ Հիմա ասում են, տեսեք, հռոմ շատ Էժան տոմսով կարողանում են գնալ, էլի շատ լավ է, ես ու չեմ բողոքում դրան, շատ լավ է, որ կարողանում ես հռոմ գնալ ու գալ, բայց ողբերգությունը, որ էլ Ստեփանակերտ չես կարողանում գնալ, որ Գորիս Կապան ճանապարհը հանձնել եք, որ խոսում եք, որ Հայաստանում կան տարածքներ, որտեղ պետք է հանձնվեն, սա է ողբերգությունը, որ մենք պետք է այլ երկրի հրամանով սեփական սահմանադրություն փոխենք, այ արժանապատվություն, ինքնիշխանություն ընդեղա, որ ասես չէ, դու ունես քո սահմանադրությունը, քո ժողովուրդն է որոշում ինչ պետք է անել։ Եվ այսպես ուզեցա դեսեք կիսվեմ, մինչև դուք մտածեք, որ ես որպես երիտասարդ նաև այստեղ տեսա շատ են երիտասարդները, ես 91 թվականին եմ ծնվել, մեր պետությունը 91 թվականին է հիմնադրվել։ Եվ ես շատ դեպքերում առանձին դերվագներով ասում եմ, որ ես որպես նորանկախ սերնդի զավակ զգացել եմ այն ամեն ինչը, ինչ որ մեր պետությունն ա տեսել։ Ռմբակոծություն, հաղթանակ, դժվար, բայց ոտքի կանգնելով, հետո նորից կորուստ, պարտություն, հիմա հերթը պետք է հաղթանակներին լինի, հիմա այդ շրջանը պետք է լինի, սև էջը պետք է փակել միանշանակ, հունիսի 7-ը դրա մասին պետք է լինի, այդ էջը հաստատ պետք է փակվի։ Ես որպես երիտասարդ ցանկանում եմ մեկ հարց տալ, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են մտնել քաղաքական։ Հիմա Հայաստանը, հատկապես հիմա, այդ շատ նման է ծնողին։ Ինքը մեզ այնքան բան ա տվել։ Անվտանգություն, հպարտություն։ Հիմա մենք պիտի հարցնենք, մենք իրան ինչ ենք տալիս։ Այ հիմա է ժամանակը տալու Հայաստանին, դրա համար չվախենալ, գնալ ու լինել այն փոփոխությունը, որը պատկերացնում ես։ Ես համապատասխան կրթություն չունեմ, որպեսզի քաղաքական վերլուծություն կատարեմ, բայց տեսնելով Արցախի դրոշը, ապագայում անհայրենիք լինելու վախս կորցրեցի։ Ու ուզում եմ ձեզ հարց տալ, արդյոք օրվա մեջ առնչվում եք այդ խտրականությանը որպես կին քաղաքական գործիչ։ Շնորհակալություն։ Եթե անկեղծ ասեմ, ոչ թե օրվա մեջ գոնե մի անգամ, մի քանի անգամ հաստատ առնչվում ենք, շատ հաճախ ենք թիրախավորվում, ինչ այստեղ անկեղծ պետք է ասեք, որ իսկապես շատ հաճախ ենք թիրախավորվում, բայց այստեղ նույնիսկ կանանց գործոնը չի, ես վստահ չեմ, որ ես թիրախավորվում եմ միայն նրա համար, որ կին եմ, թիրախավորվում եմ նրա համար, ինչ ասում կամ անում եմ, ու այստեղ չեմ ուզում շատ տարանջատում մտցնել, չգիտեմ իմ գործընկերները դրա հետ համաձայն կլինեն թե չէ, բայց քաղաքականության մեջ բոլորն են թիրախավորվում, անխտիր։ Ուղղակի իսկապես թիրախավորման մեթոդներն ու ձևերն են տարբեր կնոջ պարագայում եւ տղամարդու պարագայում։ Հիմա մի տեսակ շատ միգուցե անձնական բան ստացվի, բայց դա էլ ասեմ։ Վերջերս բավականին ակտիվ տարածվող մի post կար, միգուցե ձեր աչքով էլ ընկած լինի, որ իմ ամուսինը իմ երեխային վերցրել գնացել է եւ այլն, ասած ինչ որ անհասկանալի մելոդրամա էին պատմում, բայց դա չեն անի օրինակ տղամարդու դեպքում։ Որպես կին որոշել են, որ ինձ պետք է թիրախավորեն այդ առումով։ Շատ լավ իմանալով, որ ես ունեմ լավ ընտանիք, գեղեցիկ, խաղաղ ընտանիք, որոշել են, որ ինձ որպես կին պետք է վարկաբեկեն այդ տրամաբանությամբ։ Այսինքն կանանց նկատմամբ ընտրված մեթոդներն են տարբեր, բայց ընդհանուր քաղաքական դաշտում ես չեմ ճանաչում քիչ թե շատ որոշակի ազդեցություն ունեցող քաղաքական գործիչ անկախ իր սեռից, որ թիրախավորված չլինի։ Դա անխուսափելի է լինել քաղաքականության մեջ եւ չթիրախավորվել, բայց իսկապես շատ ցավոտ է լինում, եւ որպես կին դու թիրախավորվում ես, քո երեխայի նկարն է տարբեր տեղեր հայտնվում, դա իսկապես շատ դժվար է, դրա հետ առերեսվում ենք, բայց հասկանում ենք, որ դա անխուսափելի է, բայց մենք այնքան ուժեղ ենք, որ դրա վրայով կարողանում ենք շատ հանգստանցնել եւ առաջնալ։ Ոչ թե նրա համար ենք թիրախավորվում, որ կինենք, այլ մեթոդը թիրախավորելու ընտրում են նրանից, ելնելով նրանից, որ մենք կին ենք, այսինքն այն թիրախավորումը, որ կանեն կտրեն մեզ համար, օրինակ կանանց համար, տղամարդկանց
կանանց դեպքում այդ չի աշխատում։ Տղամարդկանց դեպքում այլ բաներ են անում։ Ես վերջերս ուղղակի մի հատ ռոլիկ էի պատրաստել 3 մեծ ստեր իմ մասին։ Չգիտեմ, տեսել եք թե չեք տեսել, օրինակ տեսել եք։ Օրինակ շատերը վստահ են, համոզված են, ու դա ես կենթանի շփումների ժամանակ հասկացա, որ իսկապես դա կա, ու մարդիկ ինձ ճանաչող մարդիկ այտենց թաքուն գրել են, ասում են, բա ես իսկապես գիտեի դա այդպես է։ Օրինակ չգիտեմ թե որոշել էին տարածել, որ ես եզդի եմ ազգությամբ, ամենայն հարգանքով, դուք էլ եք բոլորը լսել են դադիջում, ամենայն հարգանքով եզդիների նկատմամբ իրանք հյուրերն ու եղբայրներն են, չգիտեմ, ամենահիմար բաներ Աննան մի դրվագ պատմեց, ասենք, չգիտեմ, օրինակ կարող է տարածեն, որ ինքնասպանության փորձ ես արել, քո բարեկամները տենց պանիկայի մեջ մուկած փորձել կապ հաստատել քո հետ, այսինքն տարբեր ինչ-որ բաներ։ Մենք շատ դժվար ենք կարողանում մեր ծանոթներին համոզել, որ Քրիստինե Վարդանյանը Աղվան Վարդանյանի աղջիկը չի։ Չի։ Մի օր գնացել էինք Կալանավոր, այդ ծառայողներից մեկը այդպես եկավ խոսեց, բան արեց, մենք էս համ շատ լավ աղջիկ ունենք, պարոն Վարդանյան, շատ լավ խոսում է ու չենք կարողանում համոզել, որ ինքը կապ չունի Աղվան Վարդանյանի հետ։ Այդպիսի հիմար բաներ իհարկե լինում են, բայց ես կարծում եմ, որ ուղղակի դու պետքա իմունիտետ ունենաս, երբ որ դու այս ամեն ինչի մեջ ես գտնվում, ունենաս այդ քո իմունիտետը ներքին, այդ ամեն ինչին դիմագրավելու համար։ Շատ հաճախ կարդում ենք, ծիծաղում ենք, անցնում ենք առաջ իրականում։ Պետք է հասկանանք, նորից ենթարկվում ենք այն տառապանքների, ինչին դարեր շարունակ մեր մեծերն են ենթարկվել, թե փորձելու ենք Հունիսի 7-ին ընտրում ես մարդու, ով վաղը գնալու է Իլհամ Ալիևի, Էրդողանի, Պուտինի, Թրամփի, եթե իհարկե մնա, դրանց հետ բանակցելու։ Դու այդ մարդուն ես ընտրում։ Հիմա դաշտում մոտ 20 խաղացողներ կան, չէ՞, ընտրությունն է փոքր Հայաստանում 20 հոգի, 20 ուժ մասնակցում է ընտրություններին։ Շատերը ոսկի սարեր են խոստանում, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, բայց դու այս մի ընտրությունը պետքա կատարես։ Էլի ասֆալտի մեջ պետք է ընտրես, էլի լավ ապրելու մեջ պետք է ընտրես, էլի լիքը ուրիշ լավ խոստումների մեջ պետք է ընտրես, բայց հիմնական կարևորագույն քո առաքելությունը նա է, որ դու այդ հարցին կարողանաս պատասխանել եւ այդ առաքելությամբ գնաս ընտրության։ Եվ մի լավ բանաձևել կա որպես ամփոփում խոսքի, այս ընտրությունները մի բանի մասին են՝ փորձանքի, փորձարկման ու փորձառության։ Ես ուզում եմ, որ դուք հունիսի 7-ին գնաք ու ընտրեք փորձառությունը ու խորհուրդ տաք ձեր բոլոր բարեկամներին։ Շնորհակալ եմ։ Հայաստանում կրթության վիճակը շատ վատ է ու կարելի ասել խնդիրը ստեղծված է արհեստական տարբերակով։ Վերջի դրական փոփոխությունը, որը եղել է պարոն Աշոտյանի կողմից, երկրթությունը դարձել է 12-ամյա։ Դրանից հետո այդ ծրագիրը ունեցել է բավականին բարենորոգումների կարիք, բայց դրանք մինչև այսօր չկան։ Բայց դրան հակառակ կան այլ խնդիրներ։ Օրինակ, ուսուցիչների ստաժավորման եղանակը շատ իմ կարծիքով սխալ եղանակով իրականացված, դրա հետ մեկտեղ նաև նոր գրքերի համակարգը, որը մտցված է, նույնպես իմ կարծիքով սխալ ուղղությամբ են տանում ամեն ինչ։ Ինչ տեսլական ունեք դուք այս հարցի շուրջ։ Հանվելադասագրքից, դա էլ հակաեկեղեցական ընդհանուր արշավի մեջ է։ Այսինքն չափորոշիչները վերանայել են, ուսուցիչների աշխատավարձը վերանայել են, սահմանամերձ բնակավայրերում այդ դպրոցների ավտոմատ փակելը ընդհանրապես վերանայել ենք, համալսարանների մասնաճյուղերը մարզում վերանայել ենք, փակումը վերանայել ենք, իսկ պրոֆեսորների եւ դասախոսների աշխատավարձը եւս բարձրացնել են։ Սենց մի քանի կետով անդրադարձա, բայց շատ ավելի համակարգային է, կարծում եմ մի առանձին դեպքում կարելի է միայն այդ ամբողջ կրթական ոլորտի մեր պատկերացումների մասին խոսել, բայց եթե այլ հարց մնաց այստեղ, հարց հնչեցնողը թող ասի, եթե բաց բան մնաց, խնդրեմ։ Ոնց հարցի պատասխանը, չէ, նոր բարդ չենք ավելացնելու, միլիարդներով չենք ավելացնելու, տնտեսություն պիտի ունենանք։ Մենք պիտի սկսենք մի բան չէ, բայց մի բանից սկսել արտադրել։ Ոնց որ արել ենք 2000-ականներին, հասկանում եք, երբ որ 98-ին թե 9-ին Տիկին Խամոյան երկրորդ նախագահ եկավ իշխանության, 98-ին թոշակ չէինք կարողանում տալ, աշխատավարձը չէինք կարողանում տալ պետական, 2008-ին թոշակները 5 անգամ էր բարձրացել, ոչ միայն ամեն ամիս տանում էին, 5-6 անգամ բարձրացել էր, նույնն էր աշխատավարձը, ոնց
արտադրություն, տնտեսություն զարգացնելով արդյունավետ կառավարմամբ։ Այստեղ հիմա գործընկերս էլ կլրացնի, ես տնտեսագետ չեմ, այն գործընկերները տնտեսագետ չեն, ճյուղերն էլ կարող են կոնկրետ նշել, բայց գյուղատնտեսությունից մինչև ծանր ու թեթև արտադրություն մենք պիտի սկսենք բան արտադրել։ Թե չէ ոչ մի բան չեն կարողանալու անել։ Սենց պարտքով ապրել այլևս չեն կարողանա։ Այսինքն Հայաստանը պիտի դառնա արտադրական երկիր։ Կարա բարձր տեխնոլոգիական արտադրություն լինի, կարա ծանր արտադրություն լինի, կարա քիմիական արտադրություն լինի եւ ոչ միայն այդ ուղղությունները, բայց նաեւ այդ ուղղությունները պիտի զարգանան։ Որովհետեւ սենց ուղղակի նստել սպասելով, սպասարկման ոլորտով տեղ չեն հասնելու։ Հայաստանում գործարաններ պիտի լինեն։ Հայաստանում կոնկրետ տնտեսության ճյուղեր պիտի արտոնություններ ունենան ու գնալով տնտեսության մեջ ավելի բարձր տոկոս կառուցեն։ Այդ է ճանապարհը։ Այլ ճանապարհ լավ երկիր ունենալու, զինված բանակ ունենալու, մարտունակ բանակ ունենալու չունենք։ Մենք երկու բան ենք ասում։ Միասին կարող ենք ինչ։ Մրցունակ ու անվտանգ Հայաստան։ Անվտանգը վերաբերում է սահմաններին, մրցունակը վերաբերում է ընդհանուր պետությանը, բայց տնտեսությանը առաջին հերթին։